Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանքը 2 ամիս ժամկետով։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Չալաբյանը մեղադրվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Պաշտպանը նաև հավելել է, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Վեհապարն այսօր ընդունել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամուն եւ Էսրա միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին։ Հանդիպման ընդգծվել է հայ եւ իրանցի ժողովուրդների միջև համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների կարևոր դերակատարությունը, ինչպես նաեւ միջկրոնական երկխոսության եւ մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը։ Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալեկբերլին հայտարարել է, որ այսպես կոչված մեջբերում արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց հարազատ տներ վերադառնալու իրավունքը եւ չխոչընդոտի այդ գործընթացին, ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ալեկբերլիի այս հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է խաղաղության օրակարգի անվան տակ Հայաստանի նկատմամբ պահպանել հավակնոտ ու ճնշող քաղաքականություն։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ընթացքում քննադատել է Հայաստանին եւ հետխորհրդային մի շարք այլ երկրներին, մեղադրելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու համար։ Մեդվեդևը պնդել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո դաշինքը նախկին խորհրդային հանրապետություններն օգտագործել է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք։ Ըստ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահի, գործընկերության մասին հայտարարությունների քողի տակ ՆԱՏՕ-ն փորձում է մոտենալ ռուսական սահմաններին, որպես հենակետ օգտագործելով այսպես կոչված խամաճիկ ռեժիմներ։ Իր խոսքում նա որպես օրինակ է մատնանշել Վրաստանը, Ուկրաինան, իսկ վերջում հավելել է, որ ցավալի զարգացումներ են նկատվում նաև Հայաստանի պարագայում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։ Լեհաստանի եւ Ուկրաինայի նախաձեռնած այս միջոցառմանը միացել են շուրջ 100 պետությունների ներկայացուցիչներ։ Bloomberg գործակալությունը պաշտոնական Երևանի այս քայլը բնորոշել է որպես Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հստակ փոփոխություն։ Բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունը նման ձևաչափին փաստում է Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու եւ Եվրամիությանը մերձանալու հետեւողական փորձերը։ Այս տեղաշարժն ուղեկցվում է Մոսկվայի տնտեսական ակնհայտ ճնշումներով եւ հայկական առանցքային ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող արգելքներով։ Եվրամիությունն իր հերթին ակտիվացրել է աջակցության ծրագրերը, նպատակ ունենալով մեղմել ռուսական սահմանափակումների տնտեսական հետևանքները։ Նման պայմաններում Երևանը փորձում է արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացմամբ հակակշռել Կրեմլի քաղաքականությանը։ Հետաքրքիր է, որ Վլադիմիր Զելենսկին սակայն հրաժարվել է մասնակցությունից Լեհաստանի հետ ունեցած դիվանագիտական տարաձայնությունների պատճառով։ Սահմանադրական դատարանը որոշել է դատավոր Սեդա Սաֆարյանին թույլատրել մասնակցել ընտրությունների արդյունքների վիճակման վերաբերյալ գործի քննությանը։ Ազատություն ռադիոկայանին սահմանադրական դատարանից փոխանցել են, որ դատավորի մասնակցության հարցը քննության առարկա չի դարձել, հետևաբար նա կմասնակցի ուրբաթօրը նախատեսված նիստին։ Արդյունքում գործը կքննի 9 դատավորից 7-ը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը բացառելու պահանջով սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը։ Քաղաքական ուժը հիմնավորել էր, որ դատավորը կողմնակալ է եւ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։ Բացի այդ, դաշինքը նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Սաֆարյանը մասնակցել է Արման Բաբաջանյանի հետ նույն ցուցակով, իսկ Բաբաջանյանի Հանուն Հանրապետության կուսակցությունը հանդիսանում է ընտրությունների արդյունքները վիճարկող կողմերից մեկը։ Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանել են, որ սահմանադրական դատարանի մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել բացառապես ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը, քանի որ ՍԴ 9 դատավորներից ոչ մեկը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նման հարց չի բարձրացրել, միջնորդությունը չի քննարկվել։ Руководство Армении говорит о
Մոսկվան շարունակելու է երկխոսությունը ու կապերը Հայաստանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Հայաստանն ու Ռուսաստանի ղեկավարությունը այժմ կանգնած են խաչմերուկում եւ խոսում են զարգացման հետագա ուղղընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ դարեր շարունակ երկու երկրները եղել են հարևան ու եղբայրական պետություններ, նշել է Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի, Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բազմաթիվ ընդհանուր գործեր, ուստի երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Сегодня или вчера Киевская. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ ադեկվատ է անվանել Եվրամիության դիրքորոշումը, որում նշվել է, որ իրենք Ուկրաինայի կողմից են, չեն կարող միջնորդ լինել, բայց ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ասացեք ինձ, ինչ են նրանք պատրաստվում քննարկել նման դիրքորոշմամբ։ Նրանք պատրաստվում են կապիտուլյացիայի ակտ ընդունել Ռուսաստանից։ Դա բացարձակապես անլուրջ է եւ ոչ ադեկվատ, շեշտել է Լավրովը։ Ցախալը չի հեռանա հարավային Լիբանանից, նույնիսկ եթե դա պահանջի ԱՄՆ-ն, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Այնուհանդերձ Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը քննարկել են պիլոտային ծրագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում հարավային որոշ գոտիներից եւ դրանց փոխանցում լիբանանյան բանակին։ Այդ տարածքները պետք է լինեն լիովին ազատ Հեզբոլահից եւ գտնվեն ամերիկա-իսրայելական խիստ հսկողության տակ։ Ծրագրին մասնակցող լիբանանցի զինվորականները հատուկ ստուգում եւ վերապատրաստում են անցնելու ԱՄՆ-ում։ Իսրայելը շեշտել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև անվտանգության երաշխիքների կատարումը եւ իրենք կպահպանեն գործելու ազատությունը նույնիսկ այնտեղ, ուր կմտնի Լիբանանի բանակը։ Թեհրանը ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Կատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն չի շարունակի բանակցությունները, եթե Իրանը ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին թույլ չտա մուտք գործել իր տարածք եւ երկրի ղեկավարությանը հորդորել խելացի վարվել։ Իրանի փոխարտգործնախարարը X-ում գրել է, որ հարձակումների ենթարկված օբյեկտների եւ միջուկային նյութերի հասանելիություն տրամադրելու ծրագրեր դեռևս չկան։ ԱՄՆ-ի եւ Իրանի փորձագիտական խմբերը հունիսի 30-ին կվերսկսեն բանակցությունները երկկողմ փոխըմբռնման ուժագրի շուրջ։ Այս տեղեկությունը հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Հանդիպումը հաջորդել է հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացած բարձր մակարդակի խորհրդակցություններին։ Ամերիկյան կողմը ներկայացնում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ու Աբբաս Արաղչին։ Պակիստանն ու Կատարը ստանձնել են միջնորդի դեր, փորձելով մերձեցնել երկու երկրների դիրքորոշումները։ Բանակցությունների անցկացման ստույգ վայրը դեռևս անհայտ է։ Այդուհանդերձ կողմերի միջև առկա խորը հակասությունները կասկածի տակ են դնում այդ գործընթացի իրական արդյունավետությունը։ Փարիզում տիրող անոմար շոկի պատճառով Էյֆելյան աշտարակի մուտքը այցելուների համար շուտ է փակվել։ Օդի ջերմաստիճանը Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ հատվածներում գերազանցել է 40 աստիճանը։ Սա անակնկալի է բերել եւ հուսահատեցրել բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն նրանցից շատերը նշել են, որ որոշումը հասկանալի է, չափազանց շոկ եղանակի պատճառով։ Էյֆելյան աշտարակի տնօրինությունը տեղեկացրել է, որ չեղարկված տոմսերի գումարը կփոխհատուցվի։